Լավ տվեք Տիկին Ղազարյան։ Լավ չէ, ես օգտվում եմ հարց տալու իմ իրավունքից։ Տիկին Ղազարյան, երբ որ դուք այս նախաձեռնությունը հղանում եք, ինչու նախապես չեք խորհրդակցում եկեղեցու ներկայացուցիչների հետ, միգուցե շատ ավելի խորքային լուծումներ կառաջարկվեին, իսկ միգուցե խորհրդակցել եք։ Որտեղ մենք հիմա գնում ենք post factum վիճակի հետ, Գերագույն խորհրդի հայտարարությունը եւ այլն տարբեր տեսակետներ են հնչում, երբ որ արդեն նախագիծը շրջանառության մեջ է դրվել, իսկ միգուցե պետք էր, որ դուք նախապես հայ առաքելական եկեղեցու հետ խորհրդակցեք, մանավանդ հատկապես այս նախագիծը ուղղված էր եկեղեցու ժառանգությանը։ Այո, համազգային ժառանգությանը, բայց նաև սեփականության իրավունքով բնականաբար եկեղեցուն էր պատկանում։ Նախապես ավելի արդյունավետ կլիներ եւ ավելի շատ խութեր կհաղթահարեինք, քան թե այն, ինչ որ դուք հիմա հնչեցնում եք, որ ընթացքում նոր շերտեր կներգրավեն եւ այլն, ընդհանրապես օրենսդրության մշակման, սա ոչ միայն դեզ է վերաբերում, առհասարակ մեր օրենսդրական գործունեության որակին ես շատ եմ անդրադարձել, շատ հաճախ չմշակված, չմտածված, չքննարկված, այն սուբյեկտները, որոնց վերաբերում են տվյալ նախագիծը, բանից անտեղյակ մեկ էլ արդեն խորհրդարանական լիագումար նիստում գալիս է մի հարցի քննարկում, ինչպես ապահովագրությունը, առողջապահական ապահովագրությունը, տեսնում ենք, թե ինչ, այսպես ասած, after shock-եր են գալիս այդ մի ամբողջ առողջապահական համակարգի շահառուների կամ եւ սուբյեկտների կողմից։ Նույնն է սրան էր վերաբերում, նախապես եթե քննարկեիք, թերևս ավելի լավ եւ ավելի խորը լուծումներ կունենայինք։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, շատ լավ եւ հետաքրքիր հարց է։ Շահառու շահակիր համայնքի հետ նախապես քննարկելու մասին հարցը, նախ ես չեմ կարծում, որ ավելի խիստ լուծումներ կկարողանայինք ունենալ, որովհետեւ միևնույն է արդարադատության նախարարությունը համաձայն չի դրա հետ, հիմա ես ավելի խիստ կարգավորումներ եմ առաջարկել, 10 անգամ մեղմացրել ենք, միջև հասել ենք այստեղ եւ ես գիտեմ էլի, որ ավելի խիստ կարգավորումների պարզապես կառավարություն բացասական կտար եւ առաջ չէինք շարժվի։ Երկրորդ բանը ձեր հարցի հետ կապված ուզում եմ ասել, որ առիթներ եղել են նախորդիվ թանգարանների, հուշարձանների հետ կապված հարցերում աշխատանքային քննարկումների ժամանակ մայրաթորի ներկայացուցիչի հետ տարբեր հարցեր քննարկել եւ այտենց ընդհանուր ըմբռնում է եղել, որ դաշտը կարգավորված չի եւ պետք է կարգավորել։ Միգուցե դուք ճիշտ եք, երբ որ մոտավորապես ոնց որ առաջի անգամ այս հարցին մոտեցել ենք մի տարի առաջ եւ ճիշտ կլիներ, երբ որ գաղափարից արդեն անցանք աշխատանքային փուլի քննարկման կանչենք հենց կոնկրետ պատասխանատուին բոլոր կրոնական կազմակերպություններից, որոնք տիրապետում են հուշարձանների հետ կապված հարցերին եւ քննարկենք իրենց հետ, բայց քանի որ ձեր հարցը կոնկրետ մայրաթորին է վերաբերում, մի քիչ անհարմար պահեր էլի այդ ժամանակ այնտեղ մայրաթորում զբաղված էին ինձ եւ իմ գործընկերների համախոհներին նզովելով եւ տենց անիծյալ եւ անգերեզման մաղթանքներ հղելով ու ոնց որ սերնդեսերունդ աստանդական եւ անհայրենիք մնալու Տիկին Ղազարյան համերաշխության մասին էի խոսում, միջև այդ տարօրինակ հարցը տվեցիք, որովհետեւ այդ դուք չգիտեք ինչ է անհնար հիմա խոսել իրանց հետ։ Ինչ խոսայի ասեի կներեք, որ ասում եք անգերեզման մնա միշ նկատի ունեք, հա, սրբազան։ Հա կամ 7 սերունդ բան անիծյալ լինեմ, բանի ինչ նկատի ունեք, որ կողմից 7 սերունդը, ասենք, հայրական կողմից 7 սերունդը, թե հայրական կողմից սերունդը։ Հիմա ուզում հասկամ Տիկին Ղազարյան, ինչի մասին եք վիճում էլի, ասեք։ Նախագիծ ենք վերել, որ եկեղեցին ասում է կողմ ենք, մի բան էլ ավելի խստացրեք, հիմա դրել ենք վիճում ենք, թե ինչու բան հետին թվով բան չենք վիճել։